իմ դեմը հիմա նստած է դոլարային միլիոնատեր, թե դեռ ոչ։ Այսօր այդ ուղղությունում մենք չունենք ուժեղ մրցակից։ Կամանչայի մասին ինչքան լավ բան կա, այդքան էլ քրիտիկա կա։ Սուտասանի մեկ ասում եմ, այդքան համով ուտում ես, եկանք փորձեցինք, այս ինչը վառած էր, լինում է։ Կամանչայի ֆորմատը դառել է արդեն fast food։ Դու չես կարծում, որ այդ ստրատեգիայով դու քեզ խոցելի դիրքի մեջ ես դրել։ Ով իրավունք ունի սխալվելու, ես կարծում ամենաառաջի իրավունքը սխալվելու ունի հենց հիմնադիրը, հենց բիզնես ստեղծող։ Իմ նոր թողարկման հյուրն է Kamancha եւ Kamancha Factory ռեստորանների հիմնադիր Արեգ Գևորգյանը։ Այս էպիզոդում դուք կիմանաք Kamancha-ի իրական թվեր, տարեկան ինչ շրջանառություն է գեներացնում այս համակարգը եւ ինչպես է կառուցված օպերացիոն մասը, որն ունակ է սպասարկել մարդկանց ֆենոմենալ հոսքը։ Եվ գլխավորը քննարկել ենք, թե իրականում որքան արժե այս մասշտաբները եւ ինչ գին է վճարել դրա համար Արեգը։ Ընկերությունը փրկելու նպատակով վաճառված գույքից մինչեւ ոչ կոմպետենտ կադրերին վստահելու պատճառով ունեցված ֆինանսական կորուստները։ Այս ալիքում մենք Էվոկաբանկի հետ միավորել ենք մեր ուժերը, որպեսզի շարունակենք ցույց տալ, թե ինչպես են հայ ձեռներեցները ռիսկի դիմում, կորցնում եւ հասնում հաջողությունների։ Անպայման դիտեք թողարկումը մինչեւ վերջ, դրեք լայք եւ բաժանորդագրվեք նոր էպիզոդները բաց չթողնելու համար։ Գնացինք։ Լավագույն ոդկաստ։ Հələ չնկարած։ Դավայցե։ Մոտ էլ գինի չես լցնեմ։ Այս խրխրթոցը որ գրվի էլի։ Հա, անպայման։ Կարենք չխոսենք, просто խրխրթած։ Արանք, բարև բոլորին։ Կամանչայում ինչպես միշտ բոլոր սեղանները զբաղված են եւ ես չեմ կարողացել սեղան ամրագրեմ, դրա համար այս անգամ իմ ստուդիայում Արեգ Գևորգյանն է, Կամանչայի հիմնադիր։ Արեգ ջան, մերսի շատ որ եկել ես ու այսքան սիրուն սեղան ես գցել։ Քեզ մերսի սեղան տալու համար։ Okay, արի սկսենք։ Դու շատ լավ լուրեր ունես։ Ինձ թվում է քո աուդիտորիայի ու իմ աուդիտորիայի համար նախ Կամանչան բացել է երկրորդ մասնաճյուղը։ Կամանչան ունի Kamancha Factory եւ իմացել եմ, որ Kamancha Factory-ն աշխատելու է հենց delivery-ի վրա, ինչը որ ինձ շատ է ուրախացնում, որովհետեւ ժամանակին դուք ոնց որ delivery priority-ը իջեցնում եք, որպեսզի հասցնեք ուղղակի ձեր պատվերները տեղում, ստացվում է, որ դու հիմա Kamancha-ն դարձրել ես ոնց որ շատ լրիվ ուրիշ բիզնես մոդելով եք առաջ շարժվում ու հետաքրքիր է լսել մի հատ այդ պատմությունը, ոնց է вообще դրան համարսակվել։ Շատ հաճելի է որ հիշում ես այդ մեր խնդիրները, իսկապես այդ արտադրողականության խնդիրը վերջի 2 տարիների մեր ամենաակտուալ հարցն էր, որովհետև մենք մշտապես փորձում ենք հասնենք պահանջարկի հետևից ու դրա համար այլևս մի ռեստորանի արտադրողականություն ինչքան էլ այնտեղ ներդրում անենք, տեխնիկապես կամ մարդկային առումով զարգացնենք, հերիք չէր անում։ Դրա համար ստեղծվեց թե առաքման համար առանձին հարթակ, թե արդեն երկրորդ ռեստորանը, ուստի իդեպ կարևոր է, որ մենք ոչ թե գնացինք շատ տարածված հայկական իրականության մեջ ոճով, որ ստեղծվում է մի պրոյեկտ, հետո երկրորդ նոր անունով, նոր կոնցեպտով պրոյեկտը, այլ հենց նույն պրոյեկտը ոնց որ մենք բազմացնում ենք։ Իհարկե, ընդունված պրակտիկա կա տենց, բայց հիմնականում ստեղ մի հատ երևի մոլորություններից մեկն է մեր ոլորտի, շատ մարդկանց թվում է, իրավունք ունեն բոլորը տենց սխալվեն, բայց այս խնդիրը կա։ Շատ մարդկանց թվում է, որ եթե մի պրոյեկտը հաջողել է, ինչին կպնեն ոսկի է դառնալու, բայց մեր ոլորտում տենց չի։ Ես կարծում եմ, այդ մեր մոտեցումը շատ արդյունավետ է, որ երբ որ ունես դու ուժեղ կողմ, ունես պահանջված կողմ, պետք է այդ պահանջված կողմի վրա շեշտադրումը տանես, ոչ թե լղոզվես տարբեր ուղղություններով։ Բայց դու չես կարծում, որ հիմա մարդիկ ուզենալու են նոր Kamancha experience-ը զգան ու գնալու են այդտեղ, դու կորցնելու ես այն հսկայական մարդկանց հոսքը հին Kamancha-ում։ Իրականում սպասվող ռիսկն է, այդ առաջի հերթին այդ ռիսկն է գալիս աչքերի դեմը, հա, որ դες կարող է ուղակի բանանի կրճատվի, բայց պրակտիկան ընդհանրապես մեր ռեստորանային ոլորտի ու առհասարակ բիզնեսների, որոնք ծավալվում են ու մասնաճյուղեր են բացում, ցույց է տալիս, որ տեղի ունենում հակառակ էֆեկտ։ Ու այս դեպքում մեկին գումարած 1 ոչ թե դառնում է 2, այլ մեկին գումարած 1 դառնում է 3, 4 եւ այլն, հա, որտեղ ինքը պրոգրեսիան այլ լոգիկայով է աշխատում։ Նախ այո, որոշ ինչ որ միախառնում ելնում է, եթե դու ունես 500 այցելու
առաջին պրոյեկտում ինչ որ պահի այդ 500-ից 100-ը տեղափոխվում են այնտեղ, բայց շատ կարճ ժամանակ անց ու այդ մեր հիմա մեր փորձը ցույց է տալիս, որ 500-ը ընդհանուր, եթե նայում ենք, այդ 500-ը վերածվում է 600-ի, 700-ի եւ դու շատ ավելի մեծ քանակությամբ հյուրեր սպասարկելու հնարավորություն ես ունենում ու սպասարկում ես։ Բայց գիտես, դու ասացիր, որ դու նույն կոնցեպտը տեղափոխել ես ոնց որ ուղակի Սարյան, բայց փաստացի մենյուն ուրիշ է, կոնցեպտից ստացվում է մնացել է մենակ անունը։ Տենց չի։ Ну, չէ, տենց չի, որովհետև այո, փոփոխություն կա, բայց փոփոխությունը ես նայում եմ որպես զարգացում բացառապես։ Այսինքն մենք ունենք նույն մենյուն, ուղակի կրճատած։ Մենք գնացել ենք Քամանչայի, Կողբացի Քամանչայի մենյուի 30%-ով, բայց այդ 30%-ը ոնց է ձևավորվել։ Թոփ վաճառքներով։ Այսօրի դեպս։ Սեղանի վրա դրանցից ոմանք կան։ Թոփ վաճառքներով է ձևավորվել։ Այսինքն ըստ էության Կողբացի Քամանչան էլ հենց այդ 30% ուտեստների մասին է։ Մնացածը իրան ուղեկցող հավելյալ օպցիա են, հավելյալ ճոխություն են, որ Կողբացին ունի։ Իսկ Սարյանը ինքը փոքր է ավելի, ինքը այդ հավելյալ օպցիան չունի։ Ինքը ունենալու է իր մեջ մենակ թոփերը։ Այսինքն թե պատրաստում են եղանակը, թե ուտեստների չափաբաժինը, թե գինը, լրիվ նույնն է։ Մենք ոչ մի փոփոխություն չենք ենթարկել։ Ուղղակի այնտեղ բացակայում են ուղեկցող, ոչ այդքան շատ վաճառվող ուտեստները։ Մի հատ խմենք։ Այո։ Շնորհավոր ենք քո նոր նախագիծը։ Մերսի։ Հարց. Հայաստանում ռեստորանային բիզնեսը։ Մենք սրազ միանգամից փողից խոսանք, էլի։ Ռեստորանային բիզնեսը ինչ մարժա ունի միջինում։ Ըստ իմ տվյալների միջազգային բենչմարկը 5-ից 10% է։ Ինչ թվում է Հայաստանում ավելի բարձր է։ Դե ծախսերի մասը, այո, դա տրամաբանական է, ծախսերի մասը կարա հասնի մինչև 90%-ի շրջանառության, եթե ընդհանուր ծախսերի մասին ենք խոսում։ Food cost-ը 35% միջինում կարծում եմ։ Ինչ եմ հարցնում։ Ուզում ենք Կոնգրեսը ուզում հաշվի, հա, Էդվարդ Կանքանյանի մոտ podcast, այն vertical podcast, որը հրապարակվել է Instagram-ում, դու ասացիր, որ 1.6 միլիարդ դրամի շրջանառություն կա Կամանչայում մենակին։ Հա։ Թե ակնկալելու եք քիչացնես։ 2026-ը պատրաստվում ենք փակել 1.6 միլիարդ։ Այսինքն դա պլան է։ Այո։ Իսկ անցած տարի ոնց եք փակել։ Մի քիչ։ Մի քիչ։ 4 միլիարդի մոտ։ Բայց էլի միլիարդի մոտ, բայց ոչ ավել միլիարդի մոտ։ Այդ նշանակում է, որ մոտ 2.8-3 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Այո, եթե տենց հակուրսով հաշվի։ Դու իմ դեմը հիմա նստած է դոլարային միլիոնատերը, թե դեռ ոչ։ Հա։ Դե եթե բիզնեսի արժեքով ու բիզնեսի հնարավորություններով նայենք, իհարկե։ Հա, եթե մենք խոսում ենք ազատ միջոցների մասին, ես չունեմ այդ ազատ միջոցները, չեմ էլ պատրաստվում մոտակա ժամանակներս ունենալ, որովհետև իմ բոլոր ազատ միջոցները եւ ոչ ազատ միջոցները, կլինեն դրանք վարկային թե ոնց, գնում են նոր պրոյեկտների ստեղծմանը ու իմ բիզնեսի զարգացման։ Բայց բիզնեսի տեսանկյունից, այո, Հայաստանում իհարկե այդ կուլտուրան չկա, բանը, բիզնեսները գնահատելու, ավելի ճիշտ կա, բայց շատ քիչ է զարգացած, բայց ես վստահ եմ, որ եթե այս պահին գնահատվի իմ ընկերությունը, դրանք միլիոնների հաշվարկ կլինելու իհարկե։ Հա, միլիոնների հաշվարկ, ուղղակի Հայաստանում, քանի որ այդ մուլտիպլիկատորը ոչ մեկին պարզ չի, ոնց հաշվել, ոնց ինչի վրա բազմապատկել revenue, որ հասկանալ գինը, հա, այստեղ մենակ կարելի է շրջանառությունը անգամ 4։ Խի անգամ 4։ Մենք չենք բազմապատկող ապել։ Մենք համ բնակարաններն ենք տենց գնահատում, համ բիզնեսները։ Հետաքրքիր է։ Ես հույս ունեմ շուտով դու դոլարային միլիոնատեր կլինես նաև քեշով, բայց հետաքրքիր որ դու ասեցիր չես էլ պատրաստվում ունենաս այդքան ազատ միջոց ու սա դնում ես քո նոր պրոյեկտների մեջ։ Դու չես դիտարկում ուրիշ տեղեր, որտեղ կարելի է ներդնել բացի ռեստորանային ոլորտից։ Ընդհանրապես ըմբռնում ռեստորանային ոլորտը մի հատ գլուխ բերենք, հետո անցնենք ուրիշ ոլորտների, որտեղ ռեստորանային ոլորտը ինքը իրանով էլ բազմաշերտ է։ Ես հասկանում եմ դու ինչ նկատի ունես, նույն ինվեստիցիաները պաշտպանելը միգուցե կամ ավելի բազմազան շուկաներ մտնելը եւ այլն, բայց ինքը ռեստորանային ոլորտը ինքը իրանով արդեն բազմազան է։ Տես, ես հիմա այս պահին արդեն ունեմ 3 ուղղություն, հա։ Մեկը հենց կլասիկ ռեստորանային ուղղությունն է, մեկը fast food-ն է, մեկը dark kitchen-ն է։ Այս 3 ուղղությունները մեկը մյուսին փող լրացնող են։
Այսինքն եթե օրինակ եթե ճգնաժամերից խոսանք բիզնեսի պաշտպանվածության, եթե ես 2020 թվականին չպաշտպանված միայն ռեստորանային ուղղությամբ, կլասիկ ռեստորանային ուղղությամբ մտա կոവിഡ് ու այդ չափազանց ծանր գին ունեցավ իմ վրա, ապա այսօր նման ճգնաժամերի ժամանակ օրինակ ես ավելի դիմադրողականությունս ավելի բարձր ալնելու։ Ու հենց իմ ոլորտի ներսում ոչ թե ես գնում եմ անշարժ գույքի մեջ, այլ իմ ոլորտի ներսում իմ դիմադրողականությունը ավելի բարձրացնում եմ, որովհետև ունեմ տարբեր ուղղություններ։ Իսկ կպատմես մի քիչ ոնց ես դիմացել 20 թվականին։ Ես գիտեմ դու տրենդին հակառակ գնացել ես ու գները իջեցրել ես մոտ 30%-ով, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Նախ ինչի համար, երկրորդը ոնց ես դիմացել ու եթե դու ասում ես, որ ամեն ինչ միանգամից ներդնում ես քո բիզնեսի մեջ ու նոր պրոյեկտների մեջ, ինչի հաշվին ես դու դիմացել, եթե դու մինուս էր գնում։ Պարտքեր կուտակելու, եթե կար ձևակերպենք, հա։ Չցանկացած ճգնաժամ հաղթահարում ես ուղղակի բանով։ Բիզնես վարկեր, չգիտեմ, ինվեստիցիաներ, ոնց ինչ տեսք ուներ քո։ Լսի ամեն ինչ։ Ամեն ինչ։ Այսինքն մեքենաների վաճառք, տան վաճառք, ոսկիների վաճառք, ընկերներից, բարեկամներից պարտքով փող, վարկեր բանկերից կամ վարկային կազմակերպություններից, ամեն հնարավոր միջոց ստեղ արդարացված է, որովհետև խաղի կանոնները այդ դեպքում աննորմալ են դառնում։ Իհարկե ազդեցությունը արտաքին էր այս դեպքում, բայց ես չեմ բացառում, որ կարող են իրավիճակներ, որ դու նաև ունենաս ճգնաժամ ներքին խնդիրների պատճառով։ Աշխարհը ծաղկի, ամեն ինչ նորմալ լինի, բայց քո մոտ ներքին ընկերությունը ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվի։ Ստեղ ես կարծում եմ հիմնադրի անձնական ռիսկի հարցն է։ Ինչքանով է ինքը հավատում իր պրոյեկտին ու պատրաստ է արդյոք գնալ այդ զողողություններին, ինչքանով կդիմանա դրան։ Բայց ինչքան է շանսը ընդհանրապես, որովհետև նայ դու վատ պերիոդ է սկսվել, COVID-ը, դու գիտես, որ լսի, եթե ես գնահատեի շանսերը, ես չէի գնա այդ ճանապարհով։ Ես չեմ հավատում այդ իրավիճակում շանսեր գնահատելով գա, այսինքն դնես հաշվես, այսքան շանս ունեմ, դե գնամ այս շանսը օգտագործելու, չէ։ Նապրալում գնում ես ուղղակի։ Ուղղակի սարցեհատի պես գնում ես, էտա քո ճանա, ընտրում ես կամ գնալ, կամ չգնալ։ Այս երկու ընտրության առաջ ես կանգնած։ Եթե դու հավատում ես քո պրոյեկտին, դու գնում ես։ Կյանքիս ամենակարևոր որոշումները ծնվել են ոչ թե իդեալական պլանից, այլ արագ գործողություններից։ Բիզնեսում հաճախ հաղթում է ոչ թե այն, ով ավելի շատ գումար ունի, այլ նա, ով կարողանում է ավելի արագ օգտագործել այդ գումարը։ Իսկ եթե պետք է շաբաթներով սպասես ֆինանսավորմանը, կարող ես պարզապես բաց թողնել լավագույն հնարավորությունը։ Էվոկան լուծել է այս խնդիրը։ Արագ բիզնես վարկ առանց գրավի, առանց ֆինանսական վերլուծության, առանց հայտի քննարկման վճարի, միայն երաշխավորությամբ։ Հաստատումը արագ է, իսկ գումարը կարող է հայտնվել ձեր հաշվին հաշված րոպեների ընթացքում։ Մինչև 30 միլիոն դրամ հարմար տոկոսադրույքով։ Որոշիր արագ, գործիր արագ, աճիր արագ։ Մանրամասները evoca.am կայքում հղումը թողնում եմ նկարագրության մեջ։ Իհարկե, ասում եմ, այտենց իրավիճակներում սա նեղ անձնական հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի խորհուրդ տալ մյուսին ոնց անցնել այդ ճանապարհը։ Ես անցել եմ այդ ճանապարհը, ես կարող եմ խոսամ մենակ իմ մասին։ Ես ոչ մեկի չեմ կարող ասեմ, գիտես ինչ կա, քո առողջության, քո ընտանիքին տեսնելու, քո ֆինանսական միջոցների, քո ապագան զոհաբերելու հաշվին գնա քո երազանքի հետևից, որտեղ կարող է չհասնես։ Ոչ մի երաշխիք չկա, որ դու կհասնես։ Հիմա այդ ամեն ինչից հետո դու պահպանել ես Kamanchai բաժնե տոմսերի sense 100%-ը։ Այո։ Դու full միակ սեփականատեր ես։ Այո, բայց ես բաց եմ համագործակցությունների համար։ Ես գիտեմ, որ դու նաև ուրիշ նախագծեր ունես, բայց իրանք ոնց որ ստվերի մեջ են մնում։ Արի նախ սկսենք, ինչը յուրասիրուն։ Սառը վաղ հարցերս տալ։ Խնդրեմ։ Так, էս արմավիրն է։ Թթուն խմելուց հետո։ Հա, դավայ, արմավիր։ Դավայ։ Արի քանի ես բանա։ Արի քանի ես բանա, քանի խրխրթան։ Դավայ։ Ինչա քեզ պետք գտավ։ Ինքը պաներ խաշն է։ Так։ Օ, խրխրթան է մնացել։ Թե դու չէիր սիրում, է։ Ես ամեն ինչ սիրում եմ։ Հա։ Ես ուղղակի որ ասում եմ փորձել եմ Գյումրիում դուրս չի եկել։ Հա։ Kamanchai-ը չեմ փորձել։ Բայց շատ ծանր բան է։ Ես միշտ զարմանում եմ ոնց է այսքան ուտում։ Ոնց է այսքան վիդեոների վրա ուտում էլի այդքան։ Հա։ Շատ լավն է։ Ես այս սուր համերի համադրությունը շատ եմ սիրում։ Չէ, բոմբա։ Էլ ինչ կուտենք։ Էլ ինչ կփորձենք։ Դավայ թարխունով աղցանա։ Դե թեթևից սկսեինք էլի, դրինք մի անգամից գրսին։ Կլիչատկայից պետք է սկսենք։ Ինչ որ պահին դու որոշում ես,
որ քո բիզնեսի դեմքը դու ես։ Ու քո մարքեթինգը անելու ես դու։ Ինչ էր հանդիսացել trigger, որ դու այսպես շարժվես։ Որ այն ժամանակ ոչ մեկ տենց չէր անում։ Հիմա էլ քչերն են անում Հայաստանում, բայց ամեն դեպքում դու համ սկսել ես, համ մի հատ պահպանել ես տեմպը, համ մի հատ էլ աճեցրել ես այդ տեմպերը ու հիմա դու ոնց որ benchmark ես, որին ոչ մեկ չի հասնում։ Դե ես չեմ հիշում ինչքանով մենք խոսացինք նախորդ անգամ դրա մասին, բայց բանը ոճը, գործիքը, ձևը արդեն հայտնի էր ամբողջ աշխարհում։ Այստեղ պետք էր բանը մոտիվացիան։ Ինչ որ մի բան, որ ինձ բրդի ու ստիպի դա իրականացնել, ես կարծում եմ իմ մոտ այդ հենց հետ-կովիդյան ճգնաժամային վիճակներ, որտեղ ես պետք է փորձեի բոլոր հնարավոր եւ անհնարին գործիքները ու օգտագործել եմ բան, տենց գործիքակազմ, որի մեջ մտնում էր նաեւ ագրեսիվ PR արշավը, այսպես ասած, իմ դեմքով, բայց դրանից բացի դու ճիշտ նշեցիր գնային քաղաքականության փոփոխություններ ու իհարկե մենյուի փոփոխությունը իդեմս ավելի վաճառվող դիրքերի շատացման ու ուժեղացման։ Այսինքն 3 քայլ է իրականացվել 2023 թվականին։ Գնային քաղաքականության փոփոխություն, ուտեստների դիրքի ուժեղացում ու իմ դեմքով գովազդային արշավի մեկնարկ։ Բայց դու ես կարծում, որ դու քեզ դրել ես այդ ստրատեգիայով դու քեզ խոցելի դիրքի մեջ ես դրել։ Այսինքն քո բիզնեսը առանց քեզ հիմա ես չեմ պատկերացնում։ Ու եթե դու հիմա դուրս գաս օպերացիոն այդ ամեն ինչից, գործողություններից, մարքեթինգից, ես չեմ պատկերացնում ոնց է Կամանչան դիմանալու ինչ կան, որովհետև կոնտենտը հատկապես կարճ հատկություն ունի մոռացվելու։ Ու մարդիկ ովքեր որ բլոգինգով են զբաղվում, եթե չեն պահպանում տեմպը, մոռացվում են շատ արագ։ Դե կներես, այդ ռիսկերից մեկն է, դա հիմա ես կարայի մի տարի առաջ մոռացված լինեի, կարող է այլևս հատել եմ այն սահմանը, որ հնարավոր է մոռացվել, բայց ես չեմ ուզում դա փորձարկել։ Այսինքն դադարեցնել, հասկանալ, արդյոք մի տարի հետո կմոռացվեմ 6 ամիս թե 10 տարի հետո։ Ես ընդհանրապես պատրաստվում եմ չդադարեցնել։ Այս ամեն ինչը ու վերջ։ Արձակուրդ չես կարող գնալ։ Հա, չէ, կարամ արձակուրդների ժամանակել եմ նկարում։ Իրականում սա բան է, տենց միֆականացված է այդ, հա, այդ կոնտենտ ստեղծելու բարդությունը։ Ես ոչ sense բան ունեմ, ստուդիա ունեմ, ոչ բան, ինձ շատ հեշտ է այդ կոնտենտը նկարել։ Իմ համար կոնտենտ նկարելը օրվա մեջ կարող է 30 րոպե ժամանակ տանի ընդամենը, ու ես միշտ ունենամ 2-3 ամսվա բան, նկարած պատրաստի նյութ, որը իմ հանգստի ժամանակ կլինի կամ չգիտեմ ինչի ժամանակ աշխատանքային կհրապարակվի։ Իսկ ինչ վերաբերում է ռիսկին, միանշանակ, ջան, ամբողջ բիզնեսը առհասարակ դա ռիսկ է, անձի ռիսկ։ Հիմա մի քիչ ավել է, մի քիչ պակաս է, նշանակություն չունի։ Մեկը միևնույնն է, մենք որ գնում ենք բիզնեսով զբաղվելու, մենք մեր անձն ենք ռիսկի տակ դնում։ Մենք մեր կաշին, մեր գլուխը, մեր առողջությունը, սա ռիսկի տակ ենք։ Հա։ Այստեղ նաև ռիսկի տակ է դրվում, այո, ուղիղ քո հեղինակությունը, ուղիղ քո անձը, քո բանը, անձնական կյանք ունենալու նաև բան, ասենք հնարավորությունը սահմանափակվում է ինչ-որ ձև դու հրապարակային ես, քեզ բոլորը ճանաչում են եւ այլն, բայց չգիտեմ, ոչ միշտ է տհաճ ռիսկ դա։ Բայց դա ռիսկ է նաև եթե մի բան լինում է քո հետ, որը քո իմիջն է գցում, միանգամից դա դառնում է բիզնեսի վրա։ Միանշանակ եւ հակառակը։ Եվ հակառակը։ Եվ հակառակը։ Հիմա ինչքան բիզնեսներ կան, որոնք երբեք չեն ձգտել հրապարակայնության, բայց մասսայականության պատճառով թե իրանց սեփականատերերի հեղինակությունն է ազդել բիզնեսների վրա, թե բիզնեսների հեղինակությունը ազդել է մեկը, եթե դու ձգտում ես մասսայական մեծ բիզնեսի, ուշ թե շուտ դու պատասխանատու ես որևէ կերպ հանրության, հասարակության առաջ։ Չես կարող տենց, մանավանդ 21-րդ դարում թաքուն միտեղ պահկված լինես։ Հակառակը, այս դարում պետքա ուղիղ կանգնես եւ ինքդ ընդունես նման հարվածները, եթե առհասարակ դրանք լինեն։ Շատ ավելի լավ դիրքերում ես, եթե դու կաս ռեալ ես, ոչ թե քո շուրջ միֆեր են պտտվում կամ ինչ որ խոսակցություններ են պտտվում, դու հնարավորություն ունես նաեւ դրանց ուղիղ արձագանքելու, թե քո պրոդուկտի որակի մասին, թե քո մոտեցումների մասին, որտեվ դա էլ լինում է հիմա։
կա հիմա որ հետևեք լիքը հարցեր կան մարդիկ ինձ տալիս են որակի հետ կապված դիտողություններ են անում, դժգոհություններ են հայտնում եւ մենք ուղիղ մշտապես դրանց պատասխանում ենք, դրանց մասին խոսում ենք։ Ես դրանից վախենա, ես պետք է առաջի այդ բացասական կոմենտից հետո փախնեի։ Իհարկե ինձ գրում են սուտ ասանի մեկ ասում է, այդքան համով ուտում ես, եկանք փորձեցինք, այս ինչը վառած էր։ Լինում է։ Ոս հեքիաթներ չեմ պատմելու, որ բան խնդիրներ չի լինում։ Այդ նույն ազդեցությունն է իմ անձի վրա։ Իհարկե ես հիմա հնարավորություն ունեմ ի տարբերություն այլ դեպքերի ուղիղ պատասխանելու նման խնդիրներին, շտկելու նման իրավիճակները կամ թեկուզ իմ մենեջմենթի հետ կապված մոտեցումների մասով, էլի քննադատություն ալնում, բան ալնում, չգիտեմ, ձևերի կառավարման եւ այլն։ Ես հնարավորություն ունեմ դրանց պատասխանելու։ Եկան բան եղավ մեր մոտ, չգիտեմ, տեսել եք երևի, կասեցում եղավ մեր կացատան։ Այլ բաներ, որ ես բանանեի թաքնված ինչ որ մատ անկյունում բաներ անեի, դու ինչ որ փոխել ես ստեղծել։ Հա, ինչ որ գործողություններով փորձեի մեղմացնել այդ հարվածը իմ բանի նկատմամբ, այսպես կոչված հարվածը, հա, որովհետև շատ մարդիկ չեն խորանում ինչա տեղ ունեցել, մտածում են ինչ որ շատ վատ բան։ Ես հնարավորություն ունեցա դա շտկելու եւ հակառակը նաեւ հետաքրքիր ինֆորմացիոն առիթ դարձնելու, որը հնարավորություն տվեց էլի շփվելու լսանի հետ։ Նայ, բլոգերը հայկական իրականության մեջ ու հայկական բլոգերների մասին պատկերացումը մի քիչ այլ է։ Դու այլ կերպար ես լրիվ։ Դու ոնց որ բրուտալ բիզնեսմեն, որ անցել է ինչ որ երկար ճանապարհ, փակել է մի քանի բիզնես, ընկացել է ստեղ, չգիտեմ, չի ընկացել, բայց ոնց որ կորցրել է ինչ որ բիզնես, նորից բացել է բիզնես։ Այսինքն ինչի մեջով անցել ու դու չես ընկալվում որպես կերպար, որը համապատասխանում են բլոգերի մասին միֆերին կամ պատկերացումներին։ Հիմա Հայաստանի բիզնեսների ու եկամտաբեր բիզնեսների մեծ մասը ֆաունդերների նույն քոնոման մարդիկ են, ովքեր, չգիտեմ, դժվարությունների մեջ են անցել, չեն ուզում հրապարակային լինեն ի տարբերություն քեզ։ Ոնց անեն այդ մարդիկ, որ այդ բարիերը հաղթահարեն ու սկսեն չվախենալ կամերայից, չվախենան երևալ ու սկսեն լինել իրանց բիզնեսի դեմ, որովհետև ես գիտեմ, լիքը մարդիկ ուզում են, բայց չեն կարողանում։ Դե դա էլի ասում եմ, նեղ անձնական ընտրություն է։ Իսկապես մարդիկ կան, որ անգամ գիտակցելով, որ դա էֆեկտիվ է, չեն ուզում ու դա իրանց իրավունքն է ու չեն գնում հրապարակայնացման։ Բայց միևնույնն է, կա աշխարհ, կա աշխարհի կանոններ, բիզնեսն էլ դա հնարավորությունների մասին գիտություն է։ Հա, եթե sense ձևակերպենք, այսինքն եթե տալիս է մի ժամանակաշրջան, որում մենք ապրում ենք X հնարավորություններ, մենք այս կամ այն կերպ պետք է օգտվենք այդ հնարավորություններից։ Հիմա կլինի դա մեր դեմքով, ուրիշի դեմքով, թե ուղակի, չգիտեմ, արհեստական բանականության օգտագործմամբ կամ այդ հնարավորությունների օգտագործմամբ, դա այլ հարց է։ Որովհետև բանը, ոչ թե խոսում ենք ավելի շատ հրապարակայնության մասին, սա ընդհանրապես գործիք է, այլ կոնկրետ ժամանակաշրջանի տված հնարավորությունները օգտագործելու մասին։ Ոնց որ ժամանակին շատ ընկերություններ օգտագործել են ինտերնետի տված հնարավորությունը։ Ինչ որ ընկերություններ օգտագործել են ժամանակին հեռուստատեսության տված հնարավորությունները։ Հիմա օգտագործում են արհեստական բանականության տրված հնարավորությունները։ Բիզնեսը սրա մասին է։ Ես ընդհանրապես օգտագործել եմ այդ գործիքներից մեկը։ Ակտուալ եմ այսօրվա տրենդներին, ընդունված ձևերին եւ իմ սպառողի մշակույթին, այսպես ասած, որով իրանք առաջնորդվում են։ Անցած անգամ որ մենք ոդկաստ ենք նկարում, դու ասում ես, որ մարդիկ փորձում են Հայաստանում ինչ որ սկսել են փորձել, բայց ճիշտ ասած մինչև հիմա որովը նման օրինակ չկա, որ նույն տեմպով, նույն այդ էներգետիկայով, խարիզմայով մտնի ինֆոդաշտ ու լինի իր բիզնեսի դեմքը։ Զրո օրինակ, չգիտեմ, միգուցե ինչ որ մեկը կա, ես չգիտեմ, բայց իմ տեսածներից զրո։ Դե բայց դա չի նշանակում, որ չէին կարա։ Այլ հարց, որ չի ստացվել, այս համաձայն եմ։ Այսօր այդ ուղղությունում մենք դեռևս չունենք ուժեղ մրցակից։ Այսինքն ռեստորանային ոլորտում, այո, ուշադրության տեսանկյունից դեռ չունենք համարժեք մրցակից։ Ինչի կարա բլոգինգում ինչ որ բան ստացվի կամ չստացվի։
Ինչի քո մոտ ստացվեց, ուրիշների մոտ չի ստացվում։ Ինչն է այդ։ Այստեղ մասշտաբն է պակասը։ կարևոր։ Հիմա մենք չափիչներ չունենք։ Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք էլի նստած իրենց ուտեստները փորձարկում են, կան ռեստորաններ, որոնք ինֆլուենսերների են հրավիրում ու այդ մեթոդը փորձարկում են։ Այստեղ մասշտաբն է կարևոր։ Մենք չունենք չափիչներ, որ հասկանանք մեր մրցակիցները ինչքանով են դրանով կարողացել շրջանառություն ավելացնեն կամ ընդհանրապես ավելացրել են, թե չէ։ Բայց այն որ մարդիկ անում են ու դա ակնհայտորեն բանն է, փորձա նաև լինելու տրենդի մեջ, կրկնելու հաջողակ օրինակը, այդ ակնհայտ է ու դա նորմալ է։ Ու դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ ես եմ ինչ որ մարդկանց սովորացրել կամ ինձ են անպայման կրկնօրինակում եւ այլն, այդ հայտնի թռչուններին թռնել սովորացնելու պատմության պես է, որ այն որ բանի թռչունների բնի մեջ մեկի թռնելու հանգամանքը ամենևին չի նշանակում, որ մյուսները դրա պատճառով են թռել, հա։ Ուշ թե շուտ այս տեխնոլոգիական փոփոխությունը պետք է լիներ, ուշ թե շուտ սա լինելու էր։ Հիմա ստացվել անես, որ ես առաջինն եմ եղել, Ով է նկարում, ով է մտածում, ով այն մարդը, ով այդ մարդը, հա, որ մտածում է քո տեղը կամ դու ես մտածում այդ տրենդները, որովհետև ակնհայտ է, որ ինչ որ հենց ես տեսնում եմ ինչ որ տրենդ միջազգային շուկայում, ես տեսնում եմ դրա ոնց որ օգտագործումը քո մոտ։ Դա բանի հարց չի, դա մոտեցման հարց է, դա անկաշկանդ մոտեցման հարց է, ես կարծում։ Մենք մեր թիմում ստեղծել ենք անկաշկանդ մթնոլորտ, որտեղ մարդիկ շատ բան կայֆ են բռնում իրանց արած գործից։ Այսինքն իրանք առաջարկում են, դու ունես թիմ, այո, ես էլ եմ առաջարկում, իրանք էլ են առաջարկում, մենք տենց անընդհատ տենց երրում է մեր բանը, այդ կոմունիկացիոն բոլոր, չգիտեմ, դա կլինի ժողովի ժամանակ, թե ինչ որ WhatsApp խմբում, թե այլտեղ, մեր բանը անընդհատ թիմը անընդհատ երրման process-ի մեջ է, անելիքների, առաջարկների, թե պլանավորված, թե տարբերակների, թե նոր համագործակցությունների եւ այլն, անընդհատ։ Մեր հլանցած ոդկասթի ժամանակ դու պատրաստում ես հայկական fast food ստեղծեիր։ Պրոստը դու ասում ես, որ պանար խաշը կարա դառնա fast food։ Հայկական։ Ես մինչև հիմա չեմ պատկերացնում, բայց ոնց ճոգում եմ դու պրոգրես ունես այդ գործում։ Ոնց ես դա պատկերացնում։ Լսի, բանը ես այո նպատակ ունեմ fast food-ի մեջ կանք հիմա, այսինքն ըստ էության մեր առաքումն էլ դա fast food-ի ինչ որ ուղղություն է, արագ ուտելու, որտեղ կա նաև բանը, մեր խմորային ուտեստները, մեծ փիդեները, խաչապուրիները, շաուրման, փիդե առաքման ծառայությունը առանձին ինքը իրանով էլի fast food-ը եւ այլն, բայց նպատակը, այո, եթե ասած ընդհանուր վերցնենք, ավելի պարզացնելն է, ավելի մարդամոտ ու ավելի massայական դարձնելն է հայկական խոհանոցը, որը ռեալ այդ հնարավորություն ունի։ Ու հաջորդ քայլը ես դիտարկում եմ retail մտնելը, որպես կիսաֆաբրիկատների ու արագ պատրաստվող սննդի տեսքով։ Ու այո, այդտեղ պանրխաշը իմ համար բան առաջամարտիկներից է լինելու։ Ինչ տեսք է ունենալու պանրխաշը, որտեվ այս պահին ես չեմ պատկերացնում։ Հիմա մենք փորձարկումների մեջ ենք, բայց ես խոստանում եմ, որ մոտ ապագայում ես անպայման ցույց կտամ, թե ինչ տեսք է ունենալու, ոնց ենք մենք պատկերացնում իրան, որպես արագ սնունդ։ Շատ լավ, բայց նայ ես քանի որ Kamancha ունի շատ լուրջ հաճախորդների այտենց հոսք, քանակ, դու չես կարծում հենց Kamancha-ի ֆորմատը դարել է արդեն fast food։ Դուք շատ ոնց որ massայականությունը այնքան բարձր է դեր մոտ, որ դուք արդեն արագությամբ։ Դե եթե չափի չհետ ենք վերցնում massայականությունը, այո։ Massայականությունը հետ ենք վերցնում, այո։ Բայց հակասություն կա այստեղ լուրջ, որովհետև ես չեմ պատկերացնում fast food մեր ընկալված աշխարհում, որտեղ այտենց ուժեղ էմոցիոնալ կապ կա հյուրի հետ։ Մենք մեր մրցակիցներին ռեստորանային ոլորտում ենք գերազանցում մեր էմոցիոնալ կապով հյուրի հետ։ Սկսած բանից, ասենք, մեր հեռախոսազանգից մինչև հյուրին ճանապարհելը, ուր մնաց fast food-ներին
չգերազանցեք, էլի մենք նույն մեր օրինակ, չգիտեմ, fast food կետերին անգամներով գերազանցում ենք։ Բայց կարող է դուք պետք է reinvent անեք ձեր ֆորմատը։ Միգուցե դուք շատ լավ մասսայականություն ունեք, բայց սխալ packaging-ով, այսինքն դուք փաստացի fast food եք մասսայականությամբ, բայց ուղղակի ունեք մի ուրիշ տեսք։ Միգուցե դες պետք է ուրիշ ֆորմատ, վիտրինայով։ Դա արդեն ինչ-որ փիլիսոփայական հարցեր են, որովհետև մեր նպատակը այս պահին էմոցիոնալ կապի ստեղծումն է, առաջինը։ Դա լավ սպասարկում ապահովելն է, որովհետև ես վստահ եմ, որ այս բոլոր ուտեստները այդքան հայտնիություն չէին կարող ունենային առանց այն էմոցիոնալ կապի, որը մենք ստեղծել ենք ու ստեղծում ենք ամենօրյա ռեժիմով։ Դա էսել է փիլիսոփայություն ու կասկածելի։ Միգուցե այդ ոչ թե հաճախորդների հետ կապի մասին է, այլ անզուտ կոնտենտի մասին է։ Դու կոնտենտ ես արտադրում, դրա համար մարդիկ գիտեն այդ ուտեստները։ Դա նույնպես էմոցիոնալ կապ է։ Էմոցիոնալ կապը մեր սկսվում է սոցիալական ցանցերից։ Այսօրվա դարում տենց է։ Okay։ Մեր մրցակիցների խնդիրներից մեկն է դա, որ այս գիտակցումը չկա։ Անպայման չի սեփականատիրոջ դեմքով, բայց պետք է գիտակցել, որ էմոցիոնալ կապը հյուրի, սպառողի հետ այլևս սկսվում է սոցիալական ցանցերում։ Կամանչայի մասին ինչքան լավ բան կա, այդքան էլ քրիտիկա կա։ Որն են քո սիրած պոինտները, ինչի մեջ են ցեզ մեղադրում ամենաշատը։ Կարող եմ գուշակեմ, առաջինը ամրագրումները։ Ամրագրումները իհարկե հեռախոսազանգերին չպատասխանելը։ Դուք այդ խնդիրը միջև հիմա չեք լուծել, որտեղ ես հիշում եմ դու ինչ-որ մենք համակարգերը ներդրեցինք, բավականին ակտիվ լուծեցինք, բայց այս պահին օրինակ ունեցանք խնդիր բանում, առաքման հարթակում խնդիր ունեցանք, մոտավորապես 1200 զանգ մեզ չէր հասել, որովհետև կետերը չէին հերիքում, այսինքն ոնց է համակարգը, զանգը գալիս է, առաջի օպերատորը պատասխանեց, այդ պատասխանելու ընթացքում երկրորդ զանգը որ գալիս է, տեղափոխվում է երկրորդ օպերատորի վրա, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, հետո եթե օպերատոր չկա ազատ, դու գոնե կարողանում ես տեսնել, որ բաց թողնված զանգ ունես։ Այդտենց բաց թողնված զանգել դու մի հատ է գալիս, դրան զուգահեռ երկրորդն է գալիս, երրորդը, չորրորդը, հինգերորդը, բայց վեցերորդ, յոթերորդը էլ դու չես տեսնում։ Այսինքն քո համակարգը չի տեսնում այդ բաց թողնված զանգը, որ դու մի հատ էլ իմանաս, մարդը ուղղակի չի կարող կապվել, այդտեղ արդեն ոնց որ քո միացման կետերը ավելացնելու խնդիր կա, նա կարող ասեմ, որ մի քիչ թերագնահատեցինք։ Բանը այս վերջերս էլի ունեցանք այդ խնդիրը, հիմա էլի լուծում ենք։ Էլի ինչ խնդիր։ Այսինքն դա բան ուշացումներ շատ էր, բայց կարող եմ հպարտությամբ ասեմ, որ դա լուծել ենք։ Կամանչա ֆակտորիով։ Չէ, ռեստորանում ուշացումները այդ հենց մեր արտադրողականության խնդիրներից էր, որ այն մաքսիմալ արդեն ծանրաբեռնվածության ժամանակ ու երկրորդ, երրորդ պասատկայի ժամանակ, այսպես ասած, սկսվում էր 35-40 պլյուս րոպե ուշացումներ տաք ուտեստների դիրքում։ Այս խնդիրը բայց լուծված է, բայց ինքը ամենաակտուալներից էր։ Կոնտենտի մասին եւս մի հարց։ Դու չեմ կարող չարցնեմ էլի AI մասին։ Դու AI-ս օգտագործում շատ ակտիվ, օգտագործում ես ինչ որ պահին։ Հիմա ես ինչ որ վաղուց չեմ տեսել այդ վիդեոները, բայց դու թարգմանում ես քո հայերենը տարբեր լեզուների, բրազիլերեն, չգիտեմ, պորտուգալերեն, կախված դրանից ինչ տուրիստների հոսքը այս պահին ամենաշատը Հայաստանում։ Ոնց են աշխատում այդ վիդեոները ու արդյոք իրանք բերում են այն ճիշտ հաճախորդներին, որոնք այդ լեզվով են խոսում։ Լսի, զարմանալիորեն շատ լավ։ Ես տենց բան ակնկալիք չունեի, բայց մենք այո, ունենք հյուրեր, որոնք հենց այդ տեսանյութերի արդյունքում են այցելել Հայաստան։ Օտարերկրացի։ Այսինքն նրանք Հայաստանում չեն տեսել, ուրիշ տեղ են տեսել։ Այո։ Ունենք հյուրեր մեր հայրենակից, որ արտերկրում են ապրում, որոնց շատ ոգևորել ու ոգեշնչել է էլի Հայաստան այցելելու նման տեսանյութերը ու ճիշտ թիրախային հասել է իրանց այն երկրում, որտեղ իրանք օրինակ ապրում են, ասենք լատինական, ասենք Բրազիլիայում պորտուգալերենն է հասել, Ֆրանսիայում ֆրանսերենն է հասել եւ այլն։ Աշխատել է բավականին։ Բայց հա, փորձում ենք շատ տենց խիտ չանենք, որովհետեւ ինքը վերջի վերջո իր մեջ արհեստականության հատիկ ունի
այս պահին ինքը չի ամուսնանում մեր ընդհանուր ոճի ու կոնտենտի հետ։ Որն է քո ոճը, անկեղծությունը ու իրականությունը։ Բայց ոնց ես դու հասկանում, որ ինքը այդքան էլ չգիտեմ, անկեղծ չի եւ այլն։ Քեզ կարող դու պրոստը լեզու չգիտես ու քեզ թվում է, որ դու գիտես, որ դա է։ Չէ, լեզու կրողները օրինակ ասում են, որ զգացել են, որ AI-ը, բան, իհարկե մարդիկ կան, որ չեն զգացել, բայց մեծամասնությամբ լեզու կրողները զգում են, չկրողներն էլ, այնտեղ եթե ուշադիր նայես, երևում է, որովհետեւ լիարժեք այդ բանը անել, չգիտեմ, այդ կծելու պահն է, բանն է, լիարժեք արտաբերեն, բայց իրան որպես գործիք կոնկրետ օգտագործում ենք, ունենք նկարած, շուտով կհրապարակենք, էլի կունենանք այդպես բաներ, բայց շատ չափը չենք ասում, вообще, գիտես, այս կոնտենտի մեջ մեր համար, հա, կարծում նաև ընդհանուր, շատ կարևոր է բալանսը, շատ կարևոր է, դες օրինակ այս կենացները խմելու բալանսը հիմա խախտել ենք, ռիթմը։ Մենք պետք է տենց ավելի ռիթմիկ բան անենք, չէ՞։ Սեղանի շուրջը լում է, չէ՞, նստում ես ու զգում ես, որ արա ուզում է, հեսա պետք է կենացը հնչի, բայց չի հնչում։ Կամ սեղանքան նստում ես, զգում ես, որ ինչ-որ շատ հաճախ է այդ կենացը հնչում, էլի, արդեն դե թողեք հաց ուտենք, էլի, սենց վիճակ։ Հիմա նույնը կոնտենտ ստեղծելուց է։ Ռիթմը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, դրա համար էլ խմենք։ Ու եթե որոշում ես ռիթմ, պետք է պահես այդ ռիթմը։ Դադար ես վերցրել, պահի այդ դադարները։ Հաճախականություն ես վերցրել, պահի այդ հաճախականությունը։ Եթե մի քանի տեսակի կոնտենտ ունես, սիրուն բաշխի իրան ժամանակի մեջ։ Մի սպանի մարդկանց, ասենք մի օրվա մեջ խտացնելով դա, կամ 10 օրվա մեջ։ Հավասարաչափ բաշխի։ Իդեպ ժամանակի մասին, ազատ ժամանակ։ Ոնց ունենալ ազատ ժամանակ, երբ որ դու ունես այսքան խիտ գրաֆիկ, այսքան ներգրավված ես քո բիզնեսի մեջ ու իրոք ես երբ տեսնում եմ, երբ անցնում եմ Kamanchai մոտով, դու միշտ այդտեղ ես, միշտ կամ նկարում ես կոնտենտ կամ ինչ-որ բանին հետևում ես։ Ոնց է նաև այդ հրապարակայնությունը փոխել քո կյանքը, անձնական կյանքը։ Դե անկեղծ լինելու համար ասեմ, որ ըստ էության որևէ կերպ չի ազդել հենց հրապարակայնությունը, այսպես ասած։ Ես հանգիստ իմ կյանքը վայելում եմ, ոչ մի վատ բան չեմ անում, որ վախենամ հրապարակայնությունից, հա։ Ազդել է դրական իմաստով իմ բիզնեսների վրա հրապարակայնությունը։ Ստեղ էլի անձնական հարց է, որովհետև ես համարում եմ իմ բիզնեսները իմ կյանքի մի մասը, ու ես այնտեղ նաև կարողանում եմ հանգստանալ, այնտեղ կարողանում եմ վայելել կյանքը այդ process-ների մեջ։ Հանգստանալու առումով ես վերջերս մի քիչ խնդրեմ ունեցել, որովհետև արի մի անգամից 2 պրոյեկտեր պետք ստեղծել, այդ ժամանակ մի քիչ ժամանակը չի հերիքում, բայց ընդհանրապես նորմալ ընթացքի ժամանակ բիզնեսների, մանավանդ ժամանակակից աշխարհում շատ հանգիստ կարելի է հեռակայել կառավարել կամ ընդհանրապես որոշ մենեջմենթի ուղղություններից դուրս գալ, որը փուլային տեղի է ունենում մեր ընկերությունում։ Այսօր կարամ ես հպարտությամբ ասեմ, որ շատ բաժիններ արդեն ունենք ստեղծած, շատ պատասխանատու օղակներ ունենք, մենեջերներ ունենք, որոնք մեծագույն բերին վրայից հանել են ու ոչ միայն հանել են, այլ նաև տասնապատիկ անգամ ավելի շատ գործ են անում, քան ես ինքս կարայի անեի այդ դրանց վրա իմ ուշադրությունը պահելով։ Այդ բիզնեսի բնական աճն է, բնական ճանապարհն է, որ ես անցնում եմ։ Teams դասեր որ մենեջերներ ունես եւ այլն, դու բավականին շատ մարդ աշխատող ունեիր արդեն 1.5 տարի առաջ, երբ որ մենք այդ խոսում ենք առաջին անգամ։ Հիմա քանի հոգի ունես staff-ի մեջ։ Ես կարծում եմ այս ամիսը 200 կանցնենք։ Այն ժամանակ 80 էր կարծեմ։ Հա։ Այսինքն 2.5 անգամ համարյա աճել եք։ Ոնց ես դիմանում այդ ճնշմանը, ոնց ես կառավարում այդքան մարդ։ Դե կարևորը կենտրոնացումը, ասում եմ, այս երբ որ դու 2 պրոյեկտ ես միևնույն ժամանակ ստեղծում ու 2 պրոյեկտի համար նոր հաստիկները ձեւով նոր մարդիկ ես ընդունում, այդտեղ իհարկե ֆիզիկապես էլ հոգեբանորեն էլ շատ բարդ է 100%-անոց տիրապետելը, ու ես գիտակցում եի այդ բանը։
բայց այդտեղ կարևոր է արագ անելը ու ժամանակ շահելը, դրա համար որոշակի ինչ որ կորուստներ ունեցել եմ բանի տեսանկյունից, թիմի հետ շփման տեսանկյունից, չգիտեմ, հավաքագրմանը մասնակցելու տեսանկյունից, որը հիմա է փորձում փոխհատուցել։ Մեզ պետք էր արագ բացվել, արագ բացվեցինք, արագ դրեցինք այն ինչ որ պետք էր։ Հիմա փոխհատուցում ենք, հիմա շփվում ենք, այդ ուղղություններով աշխատում ենք, թե թիմակիցների ոգեշնչման, թե բաների մեր նպատակների հստակեցման ինչ ունենք անելու եւ այլն։ Ոնց որ մենակ բանա հաճելի է այտենց մեծ թիմերում աշխատել։ Ասում եմ խելագարվես, եթե իհարկե մենակովը տանես։ Այդ պատվիրակման process-ը ուղղակի պետք է նաև բնական լինի, որ մյուս ծայրահեղության մեջ չընկնես։ Իսկ եթե վատ բաներից խոսանք, դու ինչ սխալներ ես արել այդ ճանապարհի վրա, որ հիմա նայում ես ու հասկանում ես, որ այլ չեմ կրկնի, որովհետև արդեն հասկացել եմ, որ դա սխալ էր։ Ոչ կոմպետենտներին վստահելը, ոչ կոմպետենտներին վստահելը երևի ամենաթանկարժեք հաճույքներիցս մեկն է եղել։ Այսինքն ես կոնկրետ տարբեր դիրքերում մարդկանց տեսել եմ, որ իրանք նվիրված են, որ իրանք ցանկություն ունեն առաջ գնալու, շատ ամբիցիոզ են, բայց կոմպետենտ չեն։ Ես մտածել եմ, որ այդ ամեն ինչ որ թվարկեցի կփոխհատուցի կոմպետենտությունը։ Բայց շատ թանկին եմ վճարել դրա համար։ Մանավանդ պատասխանատու դիրքերում այտենց բանալուց։ Երբեք այդ մարդկանց չեմ մեղադրում։ Այդ ժամանակ առաջին մեղավորը միշտ ես եմ եղել։ Հիմա էլ պատասխանատու հաստիկներում մարդ նշանակելուց իմ առաջի վախը է դա։ Որ արդյոք ինքը բավականաչափ ու բավարար կոմպետենտ է ու ես խոշորացույցով հենց դրան եմ նայում։ Այո, հնարավորություն տալիս եմ սխալվելու, բոլորս պետք է հնարավորություն ունենանք սխալվելու, բայց կան դիրքեր ու կան պահեր բիզնեսում, որտեղ դու իրավունք չունես սխալվես։ Սխալներիդ գինը չափազանց թանկ է լինում այդ ժամանակ։ Այդ ոնց որ 10,000 մետր բարձրության վրա ինքնաթիռում բան փոխես էլի, ասենք, կամ ոչ կոմպետենտ օդաչու ունենաս։ Շատ լուրջ խնդրեմ է դա։ Ուղղակի դա այն սխալներից է, որը դու անգամ ինձ թվում է, այսքան էլ դու փորձառու լինես, ոչ մեկ չգիտի լավ hiring անելը։ Ու դրա համար կարծում եմ, այստեղ ամենակարևոր skillը ոչ թե ճիշտ մարդ վերցնելը, այլ ժամանակին հանելն է։ Էդ էլ է կարևոր։ Չէ, ասենք կոնկրետ օրինակ բերեմ, օրինակ, չգիտեմ, ժամանակ ա եղել, որ ես նշանակել եմ շեֆ խոհարար X ռեստորանում, որը կոմպետենտ չի եղել այդ խոհարարական ուղղությունում։ Ինքը իդեալական տիրապետել է այլ ուղղության։ Ինքը ամբիցիոզ խոհարար է եղել։ Ես իրան ասել եմ կարաս, ասել է կարամ, կանեմ։ Կմասնագիտանամ այդ ուղղությունը։ Բայց կարող է ինչ որ պահի հասնեինք ինքը մասնագիտանար արդեն։ Բայց այդ process-ը նես թանկարժեք էր, հասկանում ես, որ ես արագ հրաժարվել եմ իր հետ համագործակցությունից։ Պայմանական արագ, որովհետև մեկը ինչ որ ժամանակ կորուստներ կրել եմ։ Հիմա ես էլ այդպես բան չեմ անում։ Այսինքն ոչ կոմպետենտ ես դեպք եմ ունեցել, որ բան եմ ֆինանսական ուղղությունում եմ մարդ աճացրել։ Թանկարժեք բան եմ արել։ Հասկանում ես։ Այս ասում ճաշակի հարց է։ Կարաս անես, բայց թանկ գին ունի դա, շատ թանկ գին ունի ու մեծ ռիսկայնություն ունի։ Եթե խոսում ենք սխալներից, այս ամենը ոնց որ ուժեղ սխալներից մեկն է։ Գիտես, ասում են, որ բիզնեսի մեջ ընդհանրապես կա մի շարք սխալներ, ու բոլորը այդ սխալների մեջ են ոնց որ պատտվում։ Հաջողությունը շատ տարբեր է միշտ լինում, շատ տարբեր պատճառներով, բայց այդ սխալները այտենց 8-ից 10 սխալ, որ բոլոր բիզնեսները գործում են ու դրա պատճառով այդ բիզնեսը լավ չի գնում կամ փակվում։ Լսի, չգիտեմ, մի քիչ էլ փիլիսոփական դաշտ ենք գնում, բայց կարևոր հարց է իհարկե։ Դժվար է ասել, արդյոք հնարավոր է խուսափել այդ սխալներից կամ արդյոք պետք է խուսափել այդ սխալներից։ Որտեվ միգուցե այս ինչ որ մենք խոսացինք օրինակ, հաստատ ինչ որ միտեղ կարդացած կլինեի ես էլի դրա մասին։ Պետք է նշանակի կոմպետենտ մարդկանց մասը ինչ որ, հա։ Բայց ախր այդ մսաղացի մեջով դու պետք է անցնես էլի։ Էդ էլ իր արժեքը ունի։ Ինքդ սխալվես, ինքդ ոտի կանգնես։ Ստեղ էլ արդեն պատասխանատվության հարցն է։ Եթե քո սխալից կախված է օրինակ շատ մարդկանց ճակատագրեր,
Ստեղ խնդրեմ կա։ Երևի պետք է չանես կամ ավելի երկու անգամ ավելի շատ մտածես։ Բայց եթե դու բիզնեսով ես զբաղվում, հա, դու ասենք, չգիտեմ, ուղղակի չես դնում մեքենատ նստում ու սկսում արագ վարել, միջև մեկին կգցես ավտոյի տակ կամ չգիտեմ, մեկ ուրիշ ավտո կջարդես, որ այդ սխալի վրա լիքը մարդկանց վնաս տալով, հա, այդ սխալի վրա կսովորես, որ պետք է դանդաղ քշել, գիտես ինչ կա։ Բայց եթե դու բիզնես ես անում, առաջի վնասը դու քեզ ես հասցնելու։ Вообще բիզնեսմենը ինքը իրան առաջի հարվածը հասցնում։ Ու ստեղ գալիս է իրավունքի հարցը, ով իրավունք ունի սխալվելու։ Ես կարծում եմ ամենաառաջի իրավունքը սխալվելու ունի հենց հիմնադիրը, հենց բիզնես ստեղծող։ Այսինքն հիմա մենք կարանք ինչքան ասես կարանք քննադատենք, քննարկենք, խոսանք, այս մարդը սխալվեց կամ ես սխալվեցի, հա, մենք իրավունք ունենք սխալվել։ Մենք իրավունք ունենք սխալվելու, իրավունք ունենք ձախողվելու, իրավունք ունենք տապալվելու։ Որովհետև առաջինը մենք մեր կաշին ենք դրել ռիսկի տակ։ Մի քանի տարի առաջ, երբ որ դու Kamancha-ն սկսում էր, դու պլանների մեջ ուներ այն ինչ որ հիմա կատարվում է, Kamancha Factory երկրորդ մասնաճյուղը։ Ոչ, պլանների մեջ չկար հենց այս ճանապարհը, բայց պլանների մեջ կար ծավալվելը։ Բայց դու չէր պատկերացնում ոնց։ Չէ, բայց ես հասկանում եմ, որ բիզնեսը պետքա ծավալվի։ Դժվար է պատկերացնել ոնց է ռեստորանային բիզնեսը ծավալվում Հայաստանում։ Դա ամենակարճ ճանապարհը մասնաճյուղերն է, հա։ Կամ պրոստը ուրիշ։ Կամ Հայաստանից դուրս ինչ որ կարող է ինչ որ տենց մի քիչ հեքիաթային պատկերացումներ ունեի։ Վայ, մի հատ Երևանում բացեմ, մի հատ հետո Մոսկվայում բացեմ, չգիտեմ, մի հատ հետո Նյու Յորքում բացեմ, բա։ Սենց ինչ որ արագ ինչ որ պատկերացումներ, բայց այն որ եթե դու զբաղվում ես բիզնեսով, բիզնեսը պետքա շատանա, դա իմ համար երկար ժամանակ արդեն կանոն է։ Չեմ ասի, որ հենց սկզբից, երբ որ բիզնեսով սկսել եմ զբաղվել, դա գիտակցել եմ, կարող է արել եմ դա, բայց չեմ գիտակցել, բայց բիզնեսը դա ծավալման մասին է։ Ծավալման մասին է, բայց արդյոք դու հիմա պատկերացնում ես 2-3 տարի հետո Kamancha-ի հետ ինչ է լինելու եւ արդյոք դու հիմա կարաս ինչ որ քո vision-ը ներկայացնես։ Այո, ես ներկայացրեցի, ես ասացի, ասենց retail մուտքը Kamancha-ի հաջորդ ճանապարհն է։ Իհարկե մասնաճյուղերի էլի բան բացումներ կունենանք, հավանաբար ոչ Երևանում, բայց մի հատ կարևոր ուղղություն, massայական ուղղություն դա լինելու է խանութներ, այսպես ասած, մտնելը, retail։ Ու վերջին հարցը, ինչպես եւ անցած անգամ խորհուրդը երիտասարդ ձեռներեցներին։ Սխալվել դուխով, չամաչել սխալներից։ Մեր հասարակությունում մենք խնդրեմ ունենք, մենք սխալվելից ամաչում ենք, վախում ենք սխալվել, որովհետև տանը կասեն գնացիր սակեցիր այ մարդ, ես ինչ արեցիր քո գլխին, կամ չգիտեմ, շրջապատը չի սիրի, կամ էքսպերտային շրջանակները չեն ընդունի քեզ, տենց կասեն արես ինչ, բիզնես անող ես դու։ Բիզնես անողներ չեն ծնվում, այլ դառնում են ու սխալներով հենց սխալվելով։ Երկրորդը ռիսկի գիտակցումը, գիտակցել որ միշտ ռիսկ պետք է անեն։ Եթե իհարկե որոշել են, էլի որ բիզնեսով են զբաղվում։ Եթե որոշել են, պետք է գիտակցել որ բիզնեսը դա ռիսկ է։ Ոչ մի երաշխիք չկա, որ հաջողության ես հասնելու։ Երբեք։ Ռիսկ։ Ու 21-րդ դարում սովորել ամեն ինչ։ Չգիտեմ, կարող համընկավ նախորդ ասածներից հետ։ Ես կնայեմ։ Հա։ Բայց դա, այս 3 կարևոր բաներն է։ Մերսի։